Ընկերներ, ողջույն, սահմանը անցնում ենք Ազատ քաղաքացի կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Ողջույն Հովսեփ, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն Ժիրան ջան, ես եմ շնորհակալ։ Հովսեփ, հիմա այդպես երկար բարակ չպատմեմ, կարծում եմ բոլորը հետևում էին Գյումրու հավաքանու արտահերտ ընտրություններին։ Հետևությունները որոնք են։ Հիմա շատ հետաքրքիր մի հատ քննարկում ա ծավալվել հենց այդ հետևությունների մասով, հա։ Իհարկե կա մեծ մտահոգություն քաղաքացիների մոտ, թե արդյոք այս նույն մոդելով 26 թվականի ընտրություններն են տեղի ունենալու։ Գիտեք, եթե իշխանությունները հետևություններ չանեն, իսկ առաջի հետևություն անողը պետք է իշխանությունը բնականաբար լինի, ապա այո, չի բացառվում, որ ռոբասերժական այդ քրեա օլիգարխիայի մնացուկները կարող են եւ ռևանշի հասնել 26 թվականին, մանավանդ որ ունեն օտար երկրի աջակցություն, Ռուսաստանի աջակցություն բավականին մեծ։ Եվ գիտեք, իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ հատկապես Ռոբերտ Քոչարյանը, ով հայտ ներկայացրեց վերջերս նորից քաղաքականության մեջ ակտիվ, այսպես ներկայություն ունենալու, որը կապված էր, ենթադրում եմ, Տրամպի կողմից Ռուսաստանի հետ այսպես մերձենալու քաղաքականությամբ, որը շատերին ոգևորել է, թևավորել է ռուսամետներին Հայաստանում։ Ենթադրում եմ, որ ինքը կարող է մեսիջ ստացած լինի Ռուսաստանից կամ կարող է ինքնագործունեություն դա լինի, բայց Ռուսաստանի իշխանությունների Պուտինի վստահությունը նորից ձեռք բերելու համար ինքը պետք է ցույց տա, որ գոնե ինչ որ արդյունք կարող է այստեղ ստանալ, որտեղ ամեն անգամ իր վրա խաղադրույք են դնում ու պարտվում են Կրեմլը։ Եվ Գյումրին լավ առիթ էր այդ իմաստով, եւ Վարդան Ղուկասյանի հայտնի Վարդանիկին աջակցելը Քոչարյանի կողմից եւ նայել չէր թաքցնում, որ Քոչարյանի հետ շատ լավ հարաբերություններ ունի եւ այլն, հենց այդ օպերայից էր, հա։ Բայց իհարկե պետք է հասկանալ, լավ, ասենք թե կա այդպիսի վտանգ, կա ռուսական աջակցություն, բա իշխանությունների եւ հասարակության պահվածքը ինչպիսին պետք է լինի, եւ այստեղ է գալիս բավականին մի հատ զավեշտալի իրավիճակ, երբ որ իշխանությունների աջակիցները, որոնք որ նաեւ ծափ են տալիս իշխանության ցանկացած գործողությանը, մի հատ այսպես ծուռ հայլիների իրականություն է ստեղծում իշխանությունների համար, կեղծ իրականություն, որ ընդհանրապես իշխանությունները սուրբ են, ոչ մի սխալ չեն արել, ամեն ինչ ինչ որ անում են լավ են անում, եւ միայն ինչ որ չարաբաստիկ ուժեր կան, որոնք որ խանգարում են, վնասում են, հիմա էլ Եվրադաշինքն է պարզվում է իրենց խանգարեց հաղթելու, թե Փարաքարում մենք ոչ մեկին ոչ ալտերնատիվ ենք առաջարկել, ոչ էլ մասնակցում ենք մրցակցություն, այնտեղ խայտարակ պարտություն կրեցին, շատ ավելի վատ նույնիսկ, քան Գյումրիում։ Բա այդ ինչով եք բացատրում։ Հարգելի ֆեյքեր, զոմբլոներ եւ անշահախնդիր աջակիցներ, ճակերտավոր անշահախնդիր աջակիցներ իշխանությունների, հա, որտեղ եթե մարդիկ իրոք անշահախնդիր աջակից են, մի քիչ փորձում են ուղեղները աշխատացնել, ոչ թե ամեն ինչին ծափ տալ, այլ իրենք էլ են փորձում խնդիրների լուծումները տեսնել, հա, որտեղ բոլորս ենք մտահոգ։ Ես այդ իմաստով պետք է առաջարկեմ, գիտեք, իշխանություններին, որ ամենաառաջինը իրենց կողմնակիցների շրջանում տարածեն հետևյալ գիրքը Բրուտյանի տրամաբանություն, այդպիսի դասագիրք կար։ Բրուտյանը շատ հայտնի պրոֆեսոր էր, տրամաբանության լավագույն մասնագետներից, ինքը մի շատ լավ գիրք ունի, կոչվում է հենց այդպես է կոչվում է, ցավոք սրտի տունը մանեկա չգտա, մեկին տվել եմ, ասկից չեն վերադարձել, հենց այդպես էլ կոչվում է տրամաբանություն, հա, այդ տրամաբանությունը կանոններ ունի, եթե դու ինչ-որ մի բան ասում ես, դա ունի բովանդակություն, դա ունի ինչ-որ արժեք եւ հակառակ բանը դրանից չես կարող բխեցնել։ Ուրեմն մի քանի օրինակ ուղղակի բերեմ, որ պատկերացնենք, էլի, մեր հեռուստադիտողներն էլ պատկերացնեն, ուր են հասել ՔՊ-ի աջակիցները, որոնք իրենք հենց խնդրեմ են դառնալու ՔՊ-ի համար։ Իրենք են դառնալու գլխավոր խնդրեմը, որովհետև adekvatությունից իրենք կտրված են, իրենց շեֆերին էլ կտրում են։ Շեֆեր եմ ասում, որովհետև շատ դեպքերում տարբեր փողակներում են աշխատում այդ մարդիկ, տարբեր պաշտոնների օգնականներ են, գիտենք շատերին, հա, նստած ֆեյքերի տակ կամ նույնիսկ իրենց անձամբ իրենց դեմքով մեր տված հարկերով նստած ՔՊ-ի քարոզություն են անում, այն էլ այդ որակի քարոզություն, ցածր որակի PR են անում, իրենց արևին էլի, ասես մեկ էլ տեսնում ես ձեր մեղքն էլ կա դրանում, որ ուրեմն ՔՊ-ն պարտվեց եւ այլն, ու այդ նախադասությունը ձեր մեղքն էլ կա, տեսնես մի 2-3 տեղ տարբեր մարդիկ այդ նույն նախադասությամբ բաներ են, գրառումներ են անում։
նույն նախադասությունը գրում են տակից ուրիշ բաներ, այսինքն մետադիչկան իջել ավերևից, որ այսպես կգրեք, որ տեսեք Եվրադաշինքի մեղքն էլ կա, որ այսպես եղավ, եւ տակը մի երկու բան դուք էլ ավելացրեք։ Screenshot հատուկ արեցի, որ չկարողանան հետո փախնեն այդ բանից, հա։ Եվ ինչ են ասում։ Այդ նույն մեթոդաբանությամբ, ասենք, սկսում են մեղադրել, որ դուք պետքա ՔՊ-ին աջակցեիք, որ ՔՊ-ին չաջակցեցիք, դրա համար էլ չանցաք։ Պատկերացնում եք տրամաբանությունը։ Այսինքն, եթե մենք ՔՊ-ին աջակցեինք, ՔՊ-ին ծափ տալով մասնակցենք այս քարոզարշավին, իրենց հանճարեղ ուղեղների, միջի բջիջների, ուրեմն արգասիքը դա է, որ մենք պետքա շատ ձայներ ստանանք արդյունքում։ Ում ձայներն ենք ստանալու ՔՊ-ին ծափ տալուց։ ՔՊ-ի ձայները մեզ են գալու։ Թե ՔՊ-ից դժգոհները մեզ են ձայն տալու, որ մենք ՔՊ-ին ծափ ենք տալիս, ողջունում ենք եւ ամեն ինչ ասում ենք, ինչ արել եք, լավ եք արել, ինչ ապիկար քաղաքականություն եք վարում տեղերում, լավ եք արել, ռեֆորմները տապալեցիք, լավ եք արել, կրիմինալին բերեցիք, փաթաթեցիք ժողովրդի ջանը, լավ եք արել, ամեն ինչ ճիշտ եք արել, դատաիրավական ռեֆորմները տապալեցիք, լավ եք արել, կոռուպցիան սկսում է ծաղկել, լավ եք արել։ Ու այդպես պետք է ձայներ հավաքենք, հա, ձեր հանճարեղ տրամաբանության շրջանակներում։ Չեմ հասկանում էլի, ասենք ոնց կարելի է այդ աշճանի անադեկվատ լինել իրականությունից կտրված լինել։ Մի խոսքով, այս ավիճակներս, դրա համար պետքա այդ տրամաբանության գիրքը, դե ռոբասերժականների մոտ անիմաստ եմ համարում ինչ որ գիրք գրականություն քարոզել, ասենք, ունենց էլ չի, որ մենք չենք քննադատել նաև նրանց։ Եվ Լևոն Բարսեղյանն էլ Եվրադաշինքն էլ մի անգամ չի որ հայտարարել են, որ հաղթելու դեպքում չեն կոալիցիա կազմելու որևէ ուժի հետ։ Եվ նաև բազմիցս քննադատել են եւ ես էլ որպես Եվրադաշինքի աջակից քննադատել եմ նաև թե Վարդան Ղուկասյանին, թե Մարտուն Գրիգորյանին, թե մնացած ռոբասերժականներին։ Որտեղ մենք տեսել ենք եւ նրանց թերությունները եւ վտանգը նրանց վերադարձի ռևանշի, բայց նաև իշխանությունների թերությունները մատնանշել են։ Իրականում այնպես չի որ մենք սխալ չենք արել այս մարտավարության մեջ։ Բայց մեր սխալը այն էր, որ մենք բավարար չենք քննադատել իշխանություններին, որ մենք չկարողացանք համոզել գյումրեցի այն ընտրողներին, որոնք որ դժգոհ են ԿՊ-ից, բայց չէին ուզում նախկիններին ընտրել, այդ մարդկանց մենք բոլորին չկարողացանք համոզել, որ մենք ենք իրական այլընտրանքը։ Իրենց մոտ կասկածներ մնաց, որ մենք ամեն դեպքում կարող է հանգարց կոալիցիա կազմենք իշխանությունների հետ, եւ դրա վկայությունը այն է, որ դա հասկանալով մեր օպոնենտները հենց ռոբասերժական ճամբարից անընդհատ դա են մատնանշում, անընդհատ մեր աչքը մտցնում են, տեսեք Հանրապետություն կուսակցությունը միջև հիմա ԿՊ-ի հետ կոալիցիա Երևանում։ Իրենք շատ լավ հասկանում են ինչը կարա մեզ վնասի։ Այդ ԿՊ-ի զոմբիները չեն հասկանում դա, իսկ ռոբասերժական այդ PR-շիկները իրականում մի գլուխ բարձր են այդ տեսակետից։ Իրանք շատ լավ են հասկանում ինչը կարա մեզ վնասել։ Ու այդ անընդհատ մատնանշելով, անընդհատ փորձում են վստահությունը մեր հանդեպ այդ ընտրողների, վստահությունը մեր խոսքի հանդեպ սասանել։ Իրականում դե մարդկանց գիտեք, չեմ էլ մեղադրում, ընտրողներին այնքան են խաբել շատերը, որ հիմա իրանք էլ վտանգ են զգում, որ եթե իրենք ոչ մի գնով չեն պատրաստ չեն, որ հանգարց ԿՊ-ն իշխանություն մնա, բայց չեն ուզում նաև նախկիններին, բայց իրենք մեզ ցան չտվեցին եւ չգնացին ընտրության։ Իրականում նես չի որ այն մարդիկ, որ մեզ պետք է ընտրեին, չգիտես ինչի գնացին, ասենք, չգիտեմ, Վարդան Ղուկասյան ընտրեցին։ Դա բացառվում է։ Մեզ թեկուզ մի քիչ շանս, եթե կար ինչ-որ մեկը, որ մեզ պետք է ընտրեր եւ չընտրեց, ինքը կյանքում չէր գնա, ոչ Վարդան Ղուկասյան, ոչ Մարտուն Գրիգորյան չէր ընտրել։ Դա հասկանալի է։ Ամենահավանականը, որ իրեն գնացին կամ այն մի քանի հոգի կային, որ այդքան այսպես անգաժավորված չէին որպես ռոբասերժական բաներ, հա, որոնց ձայները փոշիացան, կամ ուղղակի չգնացին ընտրություններին։ Այդ էր։ Մեր մարտավարական իրական ուղղության տեսակետից մենք սխալ չենք արել, մարտավարությունը սխալ չենք ընտրել։ Այդ դոզան ենք մի քիչ սխալ որոշել, որ դոզան մի քիչ ավելի ուժեղ պետք է վերցնենք քննադատությունը ԿՊ-ի եւ բայց դա էլ գիտեք օբյեկտիվ պատճառներ կար, ինչի չենք մենք կարող այսպես ավելի ուժեղ դոզա վերցնել։ Որտեղ նախ համընկավ Եվրաքվեի օրենսդրական նախաձեռնության ընդունման հետ, որտեղ ընդամենը օրեր առաջ ԿՊ-ն ընդունեց եւ մենք ողջունեցինք բնականաբար, իսկ մենք օբյեկտիվ ենք, մենք չենք կարող ուրանալ նաեւ
այդ կարևոր ուրեմն համագործակցությունը եւ համախոհությունը, որ մենք ունենք արտաքին քաղաքական գոնե այդ հարցում Եվրոմիության անդամակցության հարցում ԿՊ-ի հետ, եւ մենք միշտ էլ դրական ենք արձագանքել եւ եթե ինչ-որ լավ բան է անում ԿՊ-ն, նաեւ երբեք չենք զլանում դա ասել, բարձրաձայնել։ Հասկանում եք, եւ այդ ֆոնին շատ ինչ-որ բարձր դոզա մի քիչ արհեստական կլներ այդ քննադատությունը ԿՊ-ին։ Եվ այդ խնդիր դարձավ մեր համար եւ ԿՊ-ի համար նաեւ։ Հիմա ինչ են ասում։ Ասում են մեկն է գրել էր, որ բան արեցի, ասացի, որ մենք նույնիսկ մարդկանց հետ, երբ որ մեր ընտրողների հետ շփվում ենք, մեր արժեվ հիմնական պայմանը դնում էին, ասում են մենք ձեզ ենք ուզում ընտրենք, բայց մենակ մի պայմանով, եթե դուք հաստատ մեզ կերաշխավորեք, որ ԿՊ-ի հետ կոալիցիա չեք կազմելու։ Հիմա դա գրել եմ ու ասում եմ, որ ի տարբերություն դրա ոչ մեկը մեզ չի ասել, որ չգնաք, ասենք նախկինների հետ կոալիցիա չկազմեք։ Այդ տրամաբանության գիրքը նաև ինչի եմ ասում կարդան էլի։ Երբ որ ես դա ասում եմ, դա չի նշանակում, որ այդ մարդիկ պատրաստ էին, որ մենք գնանք ռոբասերժականների հետ կոալիցիա կազմենք։ Եթե նման պայման չեն դրել մեր առջև, դա նշանակում է մի բան, որ իրենք գիտեին, որ մենք կյանքում նախկինների հետ կոալիցիա չենք կազմի, եւ նման բան մեզանից պահանջելը աբսուրդ էր։ Նրանք գիտեին, որ մենք շատ հարցերում համագործակցում ենք իշխանությունների հետ, այդ թվում Երևանում կոալիցիա կա ԿՊ-ի հետ եւ այլն, եւ մտածել, կասկածել, որ մենք կարող է հանգած գնանք նախկինների հետ կոալիցիա կազմենք, ոչ մեկի մոտ չկար։ Մանավանդ որ հայտարարվել էր, որ որևէ մեկի հետ չեն կազմելու։ Եվ այդ մասով բոլորն էլ հավատում են, որ ռոբասերժականների չենք կազմելու մենք կոալիցիա։ Այս մասով էին կասկածում, որ կարող է հանգարց ամեն դեպքում ինչ-ինչ պայմաններում ԿՊ-ի հետ կազմեն եւ այդ մարդիկ, ովքեր որ մենք ում չկարողացանք մենք վերջնականապես համոզել, ապացուցել, որ չենք կազմելու, իրենք չեկան ընտրություններ եւ այդ մի քանի 100 ձայնը մեզ պակասեց, որ 6% հաղթարի Լևոն Բարսեղյանը եւ Եվրադաշինքը եւ ունենային գոնե ֆրակցիա հավաքանիում, իսկ այդ 6% ունենալու դեպքում հիմա այդ մնացած 4-ը իրար հետ արդեն 51 չէին կազմելու։ Իրականում ԿՊ-ն ամենաշահագրգռվածն էր, որ մենք ունենայինք այդ 6%-ը, անկախ նրանից, որ մենք ԿՊ-ի հետ չէինք կազմելու կոալիցիա, բայց նրանք էլ ռոբասերժականներն չէին ստանալու այդ 51%-ը դրա արդյունքում։ Բայց այդքան բանը չեն հասկանում, ախր ես ուղղակի ապշում եմ, էլի, ասենց կուրացած, իրականում կան, այսպես որ տարանջատում ենք, հա, դա ցանկացած իշխանության խնդիրն է, գիտեք, կան ինչ որ զոմբիներ, կան կերակրատաշտից օգտվողներ, ուղղակի այն որ ասում եմ լափամանից օգտվողներ, հա, որոնք որ տարբեր պաշտոնյաների մոտ օգնական են աշխատում, չգիտեմ ինչ են աշխատում, հա, ինչի եմ լափաման բառը օգտագործում, նախկինում Սերժ Քոչարյանականների համար է դա օգտագործում, այս դեպքում էլ դու բոլորի մասին չի խոսքը, իհարկե, այն մարդկանց մասին է, որ անսկզբունք, անգաղափար, ուղղակի ինչ որ պաշտոնի են, ինչ որ դիրք ունեն, կամ իրենց ազգական ինչ որ դիրք ունի, ամեն գնով ինչ որ պաշտպանելու համար նույնիսկ ուղեղները չի աշխատում, որ գոնե ինչ որ նորմալ հիմնավոր բան գրեն։ Այնքան որ ամենակարևորը այդ բաները որ դնում են, չէ, ասենք ինչ որ գրառում է գնում ԿՊ-ի կողմնակիցների կողմից, մի հատ գրառում է 5 րոպե չի անցնում, մեկը տակը 50 հատ լայք։ Ուրեմն այդ մետադիչկա, որ իջեցնում եք, հարգելի հարյուրապետեր ԿՊ-ի PR-շիկների, հա, հարյուրապետեր եք, տասնապետեր եք, բացատրեք ձեր այդ բանակին, որ ինչ որ գրաֆիկ սահմանեք, որ ասենք ամեն 10 րոպե մեկ մի 5-10 հոգի լայք անի, որտեղ դա զռում է, որ ասենց շարքով, կարգով, զորքի նման ասենց հրահանգից վերև լայք, մի անգամ ասենց հրահանգ իջավ, մեկ էլ վազելով սարական լայք դրին։ Դա բնական չի, հասկանում եք, ով որ Facebook-ում նստում է, լսում է, կարդում է եւ այլն, գիտի, որ այդպես միանգամից լայքեր, ինչ որ մի հատ կոմենտի երբեք չի գալիս։ Ինչքան ուզում է հանճարեղ կոմենտ լինի։ Դրան ժամանակ է պետք, ինչու մարդիկ կարդան, հավանեն, այս 5 րոպեից մեկը կարդա, 10 րոպեից մեկը կարդա, մի ժամից 10 հոգին կարդա, բայց ոչ թե 5-10 րոպեվա մեջ 50 հոգից ղռալով գան լայքեն։ Ու բացում ես նայում ես մեծ մասի մոտ, ասենք, ընդհանուր ծանոթ ունեմ մի հատ, Վիգեն Ծատրյանը, ասենք մի 2-3 հատ ընդհանուր ֆրենդ ունեմ, բայց պարտադիր Վիգեն Ծատրյանը մեջը կա, ասենք։ Լավ, էլի, այսքան անլուրջ, ոչ պրոֆեսիոնալ, ու դուք ուզում եք Գյումրիում հաղթեք այս մակարդակով, այսպիսի բանակներով, այսպիսի զորքերով ուզում եք հաղթեք, այն նույն ձևի աչքակապություն Գյումրիում են արել ձեր համար։ Նույն ձևի սոցիալական խնդիրները լուծելուց են անում ձեր ենթակաները, պարոնյակ բարձրաստիճան ԿՊԱ-ականներ, նույն ձևի աչուձախ հեշտ խոստումներ են տալիս, հետո հենց ընտրվում են, արդեն մոռանում են, 4-5, դա մեկ էլ ընտրություններից առաջ հիշում են, վայ եկեք շուտ մեկին դնենք, շուտ ինչ որ հարցեր լուծի, մի հատ ասֆալտ փռի, մի հատ դարել եք էլի նույն նախկին հանրապետականների ասֆալտ փռողները, ընտրություններից առաջ
Սկսեցիք ասֆալտ փռել, բայց այն 4-5 տարին ինչի չէի կանում։ Մի խոսքով շատ տխուր է, որ այդ adekvatության պակասը կարող է լուրջ հարված հասցնի երկրի ապագային եւ այդ նախկինների ռևանշի պատճառ դառնա։ Բայց դե ինչ անես, արդեն ես չգիտեմ։ Հիմա իմ առաջարկը Բրուտյանի տրամաբանության գիրքը բաժանելն է, բայց դա վախենամ քիչ լինի։ Դա շատ գրքեր պետք է բաժանել, որ կարդան, միգուցե ուղեղներին ավելի հեշտ լինի զոր տալ, բայց արդեն մտահոգություն ունեմ, որ այնքան է այդ կախվածությունը եւ այդ անգաժավորվածությունը, որ օբյեկտիվության նշույլ ըսկի չի մնացել եւ շատ քչերն են, որ կարող են օբյեկտիվ սառը դատելով փորձեն իրենք իրենց համար նաև ելք գտնել։ Կներեք էլի, մենք չպետքա ձեր փոխարեն մենակ մտածենք։ Հա, հասկացանք, մենք երկրի համար մտահոգ ենք եւ անդադ փորձում ենք ինչ-որ ելքեր գտնել։ Բայց նաև ձեր ԿՊ-ի կուսակցության համար մի քիչ լուրջ մարդիկ վարձեք, լավ, չունեք, վարձեք, բերեք, թող PR-ով զբաղվեն, մասնագիտական բարձր մակարդակով։ Իհարկե մեր հարկատուների փողերով խնդրում եմ դա չանեք։ Հազար ու մի ուրիշ, չգիտեմ, ռեսուրսներ ունեք, բիզնեսմեններ ունեք, ձեր ազգականները նաև հիմա լավ սկսել են բիզնեսներով զբաղվել։ Այդտեղից ասեք, թող մի քիչ գումար տան։ Պարոն Խուշուրդյան, ինչ եք կարծում, իշխանությունը կարողացավ խնդիր լուծել։ Հիմա իրենք շատ այսպես ուրախ են, որ նախորդ ընտրությունների համեմատ ավելի շատ տոկոս են հավաքել, բայց իրենք հաշվի չեն առնում, որ եթե նախորդ ընտրություններին իրենց օպոնենտը Բալասանյանն էր, որ առանձնապես այսպես նախկինների հետ եսիմինչ կապեր չուներ եւ պատրաստ էր համագործակցել իշխանությունների հետ, թե ինչի չկարողացան այդպես լեզու գտնել, համատեղ կոալիցիային կազմել, կառավարում են, ինչը չբաժանեցին, ինչը չկիսեցին, տենց է չհասկացանք, ոնց որ թե չէր կարելի այդ տարական խոստումները կատարել շնապաստաններից սկսած, միջև մանկապարտեզների հարց, ծայրամասային այդ բաների ցեխած ջրերով փողոցները փակելու գոնե շեբենապատելու հարց, տարական բաներ, որ մեծ գումարներ չէր պահանջում։ Չկարողացան անել, լեզու չգտան։ Հիմա եկան բերեցին արդեն մաքուր կրիմինալին։ Կրիմինալիզետ, այդպիսի adekvat ճակերտավոր ֆեյքերի եւ զոմբիների եւ աջակիցների բանակ ունենալով կարելի է ամեն ինչ ներկայացնել որպես հաղթանակ։ Դե գնացեք այդպիսի հաղթանակ մի հատ էլ Աստվածաշնչի 26 թվին ունեցեք ու երկրի վրա խաչ քաշենք, ռուսական գուբերնիա դառնա, բրծնենք։ Ինչ վերաբերում է 26 թվին կամ ռուսական գուբերնիային, որքանով եք հավանական համարում այս տեմպերով շարունակելու դեպքում, այսպես ասած, վրացական սցենարի կրկնություն։ Տեսեք, ինքնին թիմ ընտրությունները այսպես ուղիղ կորելացիայով դեպի խորհրդարանական չի կարելի տանել, որովհետև լրիվ ուրիշ տրամաբանություն է գործում։ Բայց այդտեղ կա մի բայց, քանի որ Գյումրին խոշոր քաղաք է, երկրորդ քաղաքն է հանրապետության, եւ այս հաջողությունը, եթե ամբողջականացնեն ընդդիմությունը, այսպես կոչված ընդդիմությունը, հա, որտեղ միշտ նշում են, որ կոնկրետ այդ ընդդիմությունը քրյա օլիգարխիկ ընդդիմությունն է, որին ոչ ունեզրկեցին, իրենց թալանները չվերականգնեցին, եւ իրանք հանգիստ կարողանում են այդ գումարները ծախսել մամուլի վրա, PR-ի վրա, կաշառքների վրա, ինչ ասեսի վրա հսկայական ռեսուրսներ ունեն։ Հիմա դրա համար ընդդիմություն դժվար է անվանել, բայց ամեն դեպքում, քանի որ ռեսուրս ունեն այդ մարդիկ, եւ եթե հաջողացնեն ամբողջականացնեն եւ լեզու գտնեն իրար հետ, իսկ հիմա ինչն են տարածում, հույսը դրել են, թե դե գիտեք, երբեք իրար հետ չեմ միավորվի, իրանք անձնական հարցեր ունեն, դե Մարտուն Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանի հետ եսիմինչ ազգականներ են իրար կրակել, ինչ են արել ժամանակին, դուք չեք հասկանում, որ երբ որ գալիս է հարցը իշխանությունը վերցնելու, ու երբ որ այդ մարդկանց գլխին շեֆեր կան Երևանում նստած, այդ իրանք չպետք է որոշեն, իրար հետ բարեշելու են, թե չէ։ Վերևը կորոշեն իրանց վերևները, ընդ որում ավելի վերևն էլ կա, մի հատ է Կրեմլում, Կրեմլից կացեն դավայցի այդ սաղին Գյադակեսյան, Գյադակենյան, մի հատ կասեն դավայցի, բոլորդ միավորվում եք, մի հատ քաղաքապետի տեխնացիա մեզ պետք պրորուսական Գյումրիում։ Դա շատ խորհրդակցական կլինի իրանց համար, ռուսական բազային Գյումրիում է, եւ այդ Գյումրիում էլ ունենան պրորուսական մի հատ քաղաքապետ։ Եվ մի հատ էլ այս մի տարվա մեջ թափով ներդրումներ կապահովեն, ինչա մի քանի միլիոն դոլարը Ռուսաստանի համար։ Ուկրաինան իրենցով անելու համար 5 միլիարդ էին հատկացրել, ճիշտ է, լափել էին 90%-ը, այստեղ էլ մի քանի միլիոն որ հատկացնեն 90%-ն էլ լափեն, այդ 10%-ը հերիք առնելու, որ ինչ-որ շարժեր է, որ տեսակ, ռուսամետ քաղաքապետ ունեցանք, տեսակ ինչ շարժ կա, ներդրումներ կա, ինչ-որ ծախսեր են անում, մի քանի ռուս պաշտոնյաներ կբերեն կտանեն, եսի միշտ կանեն, որ ալիք ստեղծեն ու նաև այդ հաղթանակը օգտագործելով ավելի մեծ, պես
հակաիշխանական ու այդ զուգահեռաբար հակապետական ալիք կբարձրացնեն, որտեղ այս ընդդիմության դեպքում հակաիշխանական նաև միշտ հակապետական է, որտեղ իրանք ամեն ինչ անում են, որ ռուսական սապոգը բերեն, էլի գլխներից փաթաթեն։ Ընդ որում, եթե գործող իշխանությունը գոնե օգտվելով նրանից, որ Ռուսաստանը դավաճանեց մեզ, մեր բոլոր շահերը ծախեց, ռուսների դեմը դնելով, Պուտինի դեմը դնելով, դրա դիմաց ինքնիշխանություն է պոկում քայլ առ քայլ։ Այս նախկին քրեա օլիգարխիան գալու է ամեն ինչ ներելու է Ռուսաստանին։ Եվ հակառակը, այդ ինչ որ կորցրել ենք, որևէ ձև չի օգտագործելու, որ ինքնիշխան պետություն ձևավորի, այլ հակառակը ասելու է մեզ այնքան որ ապահովի գանք իշխանության, ամեն ինչ էլ քեզ կներվի, ինչ արել ես քեզ փեշքեշ, Արցախով, հələ մի բան էլ մեղրի միջանց կտան, ամեն ինչ էլ կանեն, են արդեն խոսում են։ Նոյեմբերի 9-ը իրանց պատկերացմամբ այնտեղ միջանց կա բարձրում։ Դա է վտանգավոր։ Պարոն Խուրշուդյան, Հայաստանի պաշտպանության նախարարությունը ասաց, որ Ադրբեջանի հաղորդագրությունները թե իբր հայկական զինված ուժերը հրադադարի ռեժիմ են խախտել կեղծ է, այնուհետև հայտնեց, որ Ադրբեջանը Սյունիքի ուղղությամբ կրակ է բացել, թիրախավորել գյուղերը տուժածներ չկան իհարկե, բայց տներից մեկին էր վնաս հասցվել։ Այնուհետև նորից մեր պաշտպանության նախարարությունը հերքեց Ադրբեջանի ապատեղեկատվությունը, թե հարավ-արևելյան սահմանի ուղղությամբ մենք կրակ ենք բացել։ Մենք համաձայնեցրեցինք խաղաղության համաձայնագրի տեքստը, հիմա մնացել է դրա ստորագրումը։ Ինչու է այդ դեպքում Ադրբեջանը կրակում։ Մեր լարվածությունը պահելու տենդենսը կա, եւ այդ լարվածությունը իրենց անդադ պետք է նաեւ ինչ որ գոնե առիթ ունենալու համար հետաձգել ստորագրումը, որտեղ իրենց վրա հիմա ճնշում կա կոնկրետ, թե եվրոպացիներից եւ թե հատկապես Միացյալ Նահանգներից, որոնք ասում են համաձայնեցրել եք, գնացեք ստորագրեք։ Հիմա սրանք անդադ այդ ձևական կեղծ սուտ բաները կրակոցներ, ես ինչ որ ահազանգներ տարածում են դա լրատվամիջոցներով, որ հետո թեկուզ ձևական ունենան պատճառ, երբ որ իրեն զանգում են, երբ որ իրենց ասում են, դա ասեն դե հենա հայերը այնտեղ կրակում են։ Էտա, ես ուրիշ պատճառ չեմ տեսնում։ Չնայած, երբ որ պահը գա այստեղ քաղաքական ըմբոստություններ, ինչ որ խժդժություններ բաներ սկսվի փողոցային, իհարկե ռուսները ադրբեջանցիների հետ միասին համատեղ այդ դաշնակցությունը ապահովելու են դաշնակցումը այն ուժերի 5-րդ շարասան, որոնք այստեղ ամեն գարնան սրացումների ժամանակ փորձում են Հայաստանի պետականությունը վերացնել։ Լավ, իսկ ինչ սցենարներ եք կանխատեսում, հա, չի ստորագրում ադրբեջանական կողմը, ապատեղեկատվության դոզան պահում է, հետն էլ արդեն ուղիղ կրակոցներ է անում։ Ինչ կանխատեսում եք, ինչ սցենարներով իրավիճակը կարող է զարգանալ։ Դե շատ բան կախված է իհարկե գերտերությունների վերաբերմունքի կոշտությունից։ Իսկ դա ինչ որ չափով կախված է Հայաստանի իշխանությունների դիվանագիտական կորպուսի այս դեպքում ակտիվ աշխատանքից։ Այս ամեն ինչը իրար հետ կապված է նաև Հայաստանի եվրոպական ուղու ավելի կայուն եւ ամուր ընթացքից։ Տեսեք, Վալտեր Շտայնմայերի այցը շատ կարևոր էր եւ իր ուղերձը նաև, որ մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին այդ ճանապարհին, դա շատ կարևոր, ուրեմն մեսեջ էր, ուղերձ էր։ Այստեղ մենք էլ ենք մտահոգ, իշխանություններն էլ են բարբերաբար ասում, բայց ոնց եղավ, որ մենք ընդունեցինք օրենքը, բայց դեռ ձենձուկ չկա են, որ ասում է։ Դա ինձ երբ որ հարցնում են երբեմն, ես ասում եմ, որ դուք մի հատ ամբողջապես ընդունեք օրենքը, նոր կհասկանանք, կա արձագանք, թե չկա։ Եվ մենք տեսանք, որ հենց ամբողջապես ընդունվեց երկրորդ ընթերցմամբ, որտեղ գիտեք, եվրոպացիներն էլ 13 թվականից հետո արդեն շատ բաների չեն հավատում։ Պատրաստ են ամեն պահի շուր գալուն հայկական իշխանությունների ռուսական ազդեցությունը, ինչքան էլ որ նվազել է 13 թվականի համեմատ, բայց էլի կա։ Եվ հիմա լավ է, որ որոշակի գործողություններ այդ ուղղությամբ էլ է արվում, օրինակ գազատարի Թուրքմենստանից գազի ուրեմն ներկրման հնարավորությունը եւ պայմանավորվածությունը Իրանով, իրանական գազատարերով շատ կարևոր է, որտեղ մեր ամենացավոտ տեղն է, հա, էներգետիկ պահը, եւ եթե այդ կարողանանք մենք ապահովել, արդեն Ռուսաստանից քիչ բան է մնում կախված։ Այդ առևտրաշրջանառությունը միշտ ասել եմ, ռուսներին ավելի շատ է պետք, քան մեզ։ Իրենք են այդից օգտվում առաջինը, ոչ թե մենք, որտեղ մենք չնչին տոկոսներ հարկերի ձևով կամ ստանում ենք կամ չէ։ Եվ մի քանի օլիգարխ ստեղ, օլիգարխ պայմանական եմ ասում, որտեղ պետք է հստակ
սահմանենք, այդ օլիգարխները լինում են, երբ որ օլիգարխիա է լինում, մեր մոտ ժողովրդավարություն է, օլիգարխիա չի, բայց կան օրինակ խոշոր բիզնեսմեններ, որոնք ազգային ժողովում են եւ մեկն էլ էր, բայց հիմա Մոսկվայում բան է, դեսպան է, որոնք որ որոշակի ազդեցություն նաև գործում են քաղաքականության մեջ, ինչեւ է լավ, այդ հիմա այդ բան դետալների մեջ չեմ ուզում գնամ, բայց համենայնդեպս այդ խոշոր բիզնեսմենները այո, օգտվում են, ինչ որ շահույթներ են ստանում, ես դեմ չեմ, որ շահույթներ ստանան, թող ներդրումներ անեն Հայաստանում եւ անում են իդեպ, բայց իհարկե դա այն արժեքը չունի, որ հանկարծ եթե ռուսները մեզ փորձեն սպառնալ այդ կապերով, այդ առևտրաշրջանառությամբ, մենք ասենք, վայ, դե հա, մեր օլիգարխներին կամ մեր խոշոր բիզնեսմեններին հանգարց չնեղացնենք, եկեք մեր ինքնիշխանությունը զիջենք, դեպի Եվրոպա էլ չգնանք, միայն թե ուրեմն այդ առևտրաշրջանությունը չպակասի։ Էլ եմ ասում, այդ հսկայական առևտրաշրջանառության բացարձակ մեծամասնությունը, իդեպ հիմա անկնում է օբյեկտիվորեն, որովհետև ադամանդների եւ ոսկու առևտուրը նվազում է եւ կան արդեն դժգոհություններ արևմուտքից եւ դրա հետ կապված է նաեւ Հայաստանը որոշակի սահմանափակումներ մտցնում եւ այլն այդ ամեն ինչի մեջ, բայց կապ չունի, եղածն էլ ինչ որ պակասել է, դրա բացարձակ մեծամասնության շահառուն Ռուսաստանն է։ Մենք չնչին օգուտներ ենք ստանում։ Հա, իհարկե, կա ինչ որ բաներ, որ արտահանում ենք Ռուսաստան, որ մեծ հաջողությամբ կարող ենք արտահանել հարավային շուկաներ, եթե Եվրոպան դեռ պատրաստ չի, չնայած հիմա արդեն լավ բաներ նկատեցինք, օրինակ ձկնամթերքի լիցենզավորման գործը ստացվեց, որ արդեն կարելի է Եվրոպա արտահանել։ Մենք տեսնում ենք Կանադան, որ կարող է բացել դռները գինու եւ խմիչքների հայկական արտադրության առջեւ, որտեղ Միացյալ Նահանգների հետ խնդիր ունի եւ այնտեղից կտրուկ դադարել է եւ այնտեղի խանութների ուրեմն տաղավարները դատարկվել է, որտեղ կանադացիները նաեւ բոյկոտում են ամերիկյան արտադրանքը։ Եվ էլի կան հնարավորություններ, իսկ գիտեք, Հայաստանին մեծ ինչ որ բաներ պետք չի։ Մի քանի տասնյակ ապրանքատեսակների արտահանում, եթե մենք կարողանանք հաջողենք զուգահեռ կլինի Եվրոպա, կլինի հարավ արաբական երկրներ, Իրաք, թե Հնդկաստան, թե ուր, թե գուցե նաև Չինաստան, իդեպ չինական նաև պատվիրակություն է եղել Հայաստանում, որ ուսումնասիրել է մեր խմիչքների արտահանման հնարավորությունը, որտեղ նաև շահավետ է, երբ որ ֆուրերը գալիս են, հետ դատարկ չգնան, այլ ինչ որ բանով լցվեն, նոր գնան, հա։ Կա, պոտենցիալ կա, ուղղակի աշխատանք է պահանջում, որը շատ ուշ է սկսել արվել, բայց վերջապես նաև էլի գալիս ենք իշխանությունների ոչ պրոֆեսիոնալիզմին, կարողությունների ցածր մակարդակին, երբ որ խոսում ենք այդ 2.7 միլիարդ եվրոպական խոստացած գումարի մասին, որից 700 միլիոնը կարողացան ծրագրեր գրել, ներկայացնել, իրացնել, բայց 2 միլիարդը մնացել է չսպառված, չօգտագործված։ Հասկանալի է, դա դրամաշնորհ չի, որ վերցնեն միանգամից ինչի վրա ուզում են օգտագործեն։ Դա ասվել է, որ ծրագրերի, ինչ որ ներդրումների դիմաց համար կարող է արվել եւ ծրագրերը պետք է այնպեսին լինեն, որ եվրոպացիները տեսնեն, որ իրոք արժի դա ֆինանսավորել։ Բայց միթե չէր կարելի է տարիների ընթացքում արդեն 4-րդ, 3-րդ տարին է անցնում, որ այդ խոստումը տրվել է, հա 4-րդ տարին։ Խոստումը տրվել է, բայց չեն իրացնում։ Այդպիսի խոշոր գումար է։ Մյուս տարի կավարտվի եւ չենք էլ կարողանա օգտագործել։ Չի կարելի մի քանի միլիոնով կարողություն ունեցող մարդկանց վարձել, էլի բերել նույն եվրոպական երկրներից, իրենք նստեն, ուսումնասիրեն շուկաները, պոտենցիալը, հազար ու մի տեղ ունենք, ենթակառույցների, ջրամբարների, ճանապարհների, ինչ ասես ունենք աշխատելու։ Վերջիվերջո տարական կենցաղային նույնիսկ ենթակառույցները փոխարինելու համար վաղ թե ուշ այդ գումարները պետք է լինելու ծախսել։ Լա հիմա պարտքով վերցեք ծախսեք, թեկուզ եթե վարկել, լավ տոկոսով վարկերեն։ Որպեսզի նաև բնակչության կենցաղային մակարդակը բարելավի, այդ կիսա ժանգոտած ջուրը չխմենք։ Որտեղ դա էլ առողջության վրա է ազդում, դա էլ առողջապահական լրացուցիչ ծախս է նստում, քաղցկեղի բունը եւ այլն, հազար մի ամեն ինչ փոխկապակցված է։ Էլ եմ ասում, ուղղակի պետք է տքնաջան ամենօրյա աշխատանք եւ կարողություններ։ Ոչ այն չկա իշխանությունների մոտ։ Ոչ տքնաջան աշխատանք ենք տեսնում։ Մատների վրա կարելի է հաշվել նախարարներին եւ падգամավորներին, որ իրոք առավոտվանից երեկո աշխատում են։ Այն մնացած ոնց որ բան են, պրիզ են ստացել այդ իշխանությունը, գիտեք, հա, մի քանի քայլ արել են, պրիզը ստացել են։ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ դարձել են падգամավոր կամ նախարար, հիմա վայելում են, ինձ իրանց համար մի լավ ընկերն եմ, անդադ ասում եմ, այն վիճակում ոնց որ մենք ենք, այս շրջապատ ունեցող երկրի համար, մենք պետքա մարաթոնի պես վազենք, այլ ոչ թե սենց ճեմելով, ոնց որ թե սենց հավեսով, այգիով քայլում ենք։ Չէ, չենք հասցնի ոչ մի բանի, սենց ճեմելով։ Վազք պետք է արագ,
Բայց դա էլ չեն անում, իշխանությունները համարում են, երևի մտածում են իրենք հավերժ են, դրա համար են տես նեղվում, որ պարտվում են թիմ ընտրություններում, որտեղ իրենք գիտեն իրենք հավերժ են ելնելու, ռեֆորմները տապալելով, կրիմինալի դեմ չպայքարելով, վեթինգ չանելով, լուստրացիա չանելով, բայց այդ ամեն ինչով հանդերձ մեկը պետք է իրենց անընդհատ ժողովուրդ ընտրի, ով որ հանգարց իրենց քննադատի, միանգամից այս ֆեյքերով, բաներով հարձակվում են, ձեր պատճառով է, որ իրանք պարտվում են։ Այդ որ քննադատում եք, այդ որ ցույց եք տալի ճշմարտությունը, դրա համար է պարտվում իշխանությունը։ Այ քեզ բան, դրանց գլխների ձուն գա։ Էլեմենտար բաներ կա, գիտեք, նույն այդ վեթինգի եւ բանի լուստրացիայի պահը։ Այսօր կան բազմաթիվ համակարգեր պետական, այդ թվում Գյումրիում տեղական ինքնակառավարման, բայց նաև պետական համակարգերի տեղական մասնաճյուղեր, հրեական վարչությունները կլինի, ոստիկանությունները կլինի, ԱԱԾ-ն կլինի, որոնք լեցուն են տեղի կրիմինալի, այսպես ընկերներով, ազգուտակով, բա հետո զարմանում եք, որ ես այն օրը գրեցի, որ Եվրադաշինքը հայտնվել էր նախկին քրեա օլիգարխիայի միլիարդների, թալանած միլիարդների այդ ռեսուրսի եւ իշխանությունների վարչական ռեսուրսի միջեւ, բայց դա մի վրիպակ կա։ Նախկին քրեա օլիգարխիան էլ ունի վարչական ռեսուրս, շատ մեծ, հատկապես տեղերում, թիմերում, որտեղ ի վիճակի չի եղել իշխանությունը, ի վիճակի չի եղել մաքրել, որտեղ վեթինգներ թաղեցին իրանց խոստացած վեթինգը։ Լուստրացիայի մասին ընդհանրապես խոսք չկա, ինչքան ռուսական կագեբեշնիկա միջև լավ էլ տեղերում ծվարած սպասում են իրենց ժամին, ոնց պետքա ներսից սաբոտաժ անեն ամեն ինչ։ Եվ ոչ էլ քաղաքական գնահատական տվեցին, որ այս նախկին քրեա օլիգարխիկ այդ կուսակցություններին եւ նրանց հետ աֆիլիացված ինչ որ մարդկանց թույլ չտրվի ընդհանրապես քաղաքականության մեջ մտնել եւ ապականել քաղաքական դաշտը։ Տեսեք, Լևոն Բարսեղյանն ասել ինչ կեղտոր բամբասանքներ ինչ ասել չտարածեցին, հենց այդ նախկին քրեա օլիգարխիաները իրանց ֆեյքերի, իրանց խմբերի միջոցով։ Տեսան մարդու վրա ոչ մի բան չկա, ոչ մի կոմպրոմատ չկա, սկսեցին տենց անձնական ոլորտի բնույթին ինչ-որ ստեր հնարել տարածել։ Էտա, դրա համար էլ ապականվում է նաև քաղաքական դաշտը։ Իսկ ով է դրա պատասխանատուն։ Իշխանությունները, որ ասում են կապեցիք այդ կրիմինալին, այդ նախկին քրեա օլիգարխիային, նորմալ քաղաքացիների, նորմալ քաղաքական ուժերի ջանը, այդ եմ ասում։ Ու ձեր ֆեյքերի ծափ տալով այդ հարցերը չի լուծվելու։ Շնորհակալ եմ, պարոն Խուրշիդյան։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Ազատ քաղաքացի կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշիդյանն։